Նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Կիրակնօրյա Սուրբ Պատարագ, որին ներկա էին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության մի շարք падգամավորների ուղեկցությամբ։ Միջոցառմանը նախորդել էր Նարեկ Կարապետյանի հայտարարությունը. «Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է եւ ես չեմ պատրաստվում հրաժարվել այստեղից քաղաքական տուրիստների պատճառով»։ Վաղ առավոտից ոստիկանության աննախադեպ թվով ուժեր էին կենտրոնացվել Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքում։ Պատարագի ընթացքում պատարագիչ քահանա Նավասարդ arczepiskopos Կճոյանի պահանջով հրաժարվեց հիշատակել վեհափառ հայրապետին, ինչն անմիջապես դժգոհություն առաջացրեց հավատացյալների մոտ։ Դուր անհամաձայնությունը վերածվեց բացահայտ արձագանքի, երբ ներկաները միասին բարձրաձայն հիշատակեցին վեհափառի անունը։ Տեղի ունեցածից հետո անվտանգության ծառայողները մի խումբ հավատացյալների ստիպողաբար դուրս բերեցին եկեղեցուց։ Իմ զգացիկ այն պահին, երբ որ վեհափառի անունը չշեշտվեց պատարագի ժամանակ։ Ասեցի, տրտմություն իջավ մեր վրա։ Այսպիսով Սուրբ Պատարագը վերածվեց բացահայտ քաղաքական ակցիայի, սակայն Սուրբ Սարգիս եկեղեցին ունի իր ամուր եւ նվիրված համայնքը, որի անդամ է նաեւ Նարեկ Կարապետյանը։ Նրա համոզմամբ եկեղեցին չնայած իր դեմ ուղղված քաղաքական արշավների մնալու է հզոր եւ անսասան։ Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը պաշտպանեց վարչապետի ակցիաների եկեղեցու դեմ եւ հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին։ Եկեղեցու պրոցեսները դրսից, քանի որ չկարողացան իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, նրանք եկան ներքին հանգուցալուծման, գնացին ներքին հանգուցալուծման, բայց այս ամեն ինչը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ հարձակումները եւ միայն ներսից են փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Այս ամենի ֆոնին պարզ է դառնում մի բան. Սուրբ Սարգիս եկեղեցին միայն կրոնական տաճար չէ, այլ համայնքի հավաքական ինքնության, հավատքի եւ արժեհամակարգի վայր, եւ որքան էլ փորձությունները շատ լինեն, այս իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատեցին, որ եկեղեցին իր ժողովրդով է ուժեղ, իսկ ժողովուրդը իր միասնականությամբ։